Նկարը կատարվել է զորացրվելուց նախաշեմին, ու այնքան բառ կար այս մի նկարում, որ չէի կարող խոսել այն հողի վրա, որի համար թաց աչքերով մայրս ամեն օր աղոթք էր անում, որ ես անփորձանք վերադառնամ տուն, հասնեմ իմ նպատակներին, իմ սիրելի աշխատանքը կատարեմ, վիդեոներ նկարեմ, որտեղ կունենամ խոսքի իրավունք, ինձ կլսի իմ ազգը, աշխարհը կիմանա այն մասին, թե ինչ էր բաց մնաց, ինչն էր ինձ համար կարևոր, որ ես երազում էի տեսնել խաղաղության շեմին, որտեղ գոռալով ու ծափերով կդիմավորեն հարազատներս։ Այդ ամենը եղավ։ Ես զգացի այդ քաղցր պահը, բայց չկարողացա ասեմ այն, ինչը կցանկանային ասել, եռաբլուրում հավերժացած իմ թանկ ընկերները։ Պատերազմից հետո միշտ փորձել եմ միայն ուրախ պահերը վերհիշել։ Անտառում կրակի կողքը հավաքված ընկերներիս նպատակները, խոսքերը, մեզ դժվար ժամանակներում ուշ տվող բառերը հիշեմ։ Ընկերներս զոհվեցին։ Չներեք, տղեկ, այնինչը դուք ձեր կյանքի գնով պահեցիք, էլ չկա, չներեք, հավերժ փառք տղերք, չեմ ուզում սիրուն տողեր ասեմ, որ հասկանաք, թե ինչ կորցրեցինք, հպարտ եմ, որ հայ եմ, թեկուզ, որ մենք դարձել ենք ավելի կոպիտ, ավելի անհանդուրժող, բայց մեր մեջի ցավն է այս ամենի հիմքը։ Շատ բառեր էլ կային, որ չասվեցին, եղեք մեր հայի նկատմամբ ավելի սիրով, տեղից մի բռից էլ քիչ ենք մնացել, բայց ամուր ենք միասին։